Զվարթնոց օդակայանում ազգային անվտանգության ծառայության սահմանապահները 2 հոգևորականի չեն թողել մեկնել Ռուսաստան, տեղեկությունը հաստատել են Մայրաթորից։ Հոգևորականներից մեկին 25-օրյա վարժանքներին մասնակցելու ծանոթագիր են տվել ու այդ հիմքով մերժել նրա մեկնելը։ Թե մյուս հոգևորականին ինչու չեն թողել լքել Հայաստանը, հայտնի չէ։ Նրանք Վորոնեժի եւ Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։ Պարզվում է մոտ 10 օր առաջ նույն թեմի հոգևորականներից մեկին եւս նույնաբովանդակ ծանոթագիր են ներկայացրել, բայց նա դիմել է զինկոմիսարիատ եւ կարգավորել հարցը։ Ռուսական Պաբեդա ավիաընկերության Boeing 737-800 տիպի օդանավը, որը հունիսի 22-ին կատարում էր Գյումրի-Մոսկվա չվերթ եւ արտակարգ վայրեջքեր կատարել Մախաչկալայում, փոխարինվել է այլ օդանավով, որն արդեն հասել է Մոսկվա։ Օդանավը Գյումրու Շիրակ օդանավակայանից մեկնելուց մոտ 1 ժամ անց Դաղստանի օդային տարածքում հայտնել էր արտակարգ իրավիճակի մասին։ Մոսկվան համոզված է, որ հապկում Հայաստանի աշխատանքի վերսկսումը կբխի միայն մեր երկրի շահերից, քանի որ կազմակերպությունը մնում է տարածաշրջանային կայունությունը պահպանելու արդյունավետ եւ անվիճելի մեխանիզմ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միաժամանակ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը եւ Ղրղստանը ակնկալում են, որ Հայաստանը հնարավորինս արագ կկողմնորոշվի ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին անդամակցության հարցում։ Նա հիշեցրել է, որ մայիսի 29-ին ՀԱՊԿ անդամ 4 երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը Զախարովայի պերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու վերաբերյալ որոշումներ կայացնելու Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է։ Արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, թեև արդեն ավելի քան 2 տարի է զերծ է մնում կազմակերպության ձևաչափով միջոցառումներին մասնակցելուց։ Իրանական պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ ժամանել է Օման։ Նախատեսված են քննարկումներ Հորմուզի նեղուցում իրավիճակի կայունացման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման շուրջ։ Այս ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է պաշտոնական այց Բահրեյն, Քուվեյթ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Բահրեյնում նա կմասնակցի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի նիստին։ Ռուբիոն նախատեսում է քննարկել Հորմուզի նեղուցի անվտանգության հարցերն ու համագործակցության նոր հուշագիրը։ Venezuela, by the way, has been amazing. We are Եթե Իրանը չկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները կամ վատ պահի իրեն, ես կանեմ այն, ինչ պետք է անեմ։ Հերթական սպառնալիքն է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թե ինչի մասին է խոսքը, Սպիտակ տան ղեկավարը դեռ փակագծեր չի բացել, սակայն բարձ չէ կռահել, որ խոսքը Իրանի վրա ավելի հզոր հարձակման մասին է։ Նրա խոսքով, քանի դեռ իրանական կողմը հարգում է իրենց, մեծահոգաբար չի ուզում օգտագործել վաղ բառը։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցի վերաբերյալ հարցերին Թրամփն ասել է, թե լիակատար վերահսկողություն ունեն նեղուցի նկատմամբ։ Մինչդեռ պաշտոնական Թեհրանը շատ վաղուց հայտարարել էր մեծամասամբ վերահսկողություն ստանձնելու մասին։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել վարչապետ Նեթանյահուին մերժել Դոնալդ Թրամփի հնարավոր պահանջը Լիբանանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ Նա պնդում է, որ Վաշինգտոնը չպետք է որոշի իսրայելական բանակի թիրախները կամ սահմանափակի հարվածների ուղղությունը։ Ծայրահեղական պաշտոնյան պատրաստ է նույնիսկ միայնակ պատերազմել Իրանի դեմ սեփական երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Բեն-Գվիրը ամերիկյան մոտեցումներն անվանել է միամիտ եւ շեշտել, որ անվտանգային սխալների համար առաջին հերթին հենց Իսրայելն է ծանր գին վճարում։ Նախարարը չի ցանկանում ապրել Թեհրանի հավանական միջուկային հարձակման մշտական վախի պայմաններում։ Նման ինքնավստահ եւ կոշտ դիրքորոշումը լրջորեն սրում է առանց այդ էլ պայթյունավտանգ լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Գազայում եւ Խան Յունուսում իսրայելական վերջին հարձակումների հետևանքով զոհվել են դպրոցական աղջիկ եւ 1 քաղաքացիական անձ։ Զուգահեռաբար Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական զինվորականները սպանել են 2 պաղեստինցի պատանի։ Իսրայելական կողմն այս միջադեպը ներկայացրել է որպես հակաահաբեկչական գործողություն եւ առայժմ հրաժարվում է հանձնել սպանվածների մարմինները։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 1 օրում եւս 3 զոհի եւ 11 վիրավորի մասին։ Անցյալ հոկտեմբերից ի վեր հաստատված մահվան դեպքերի թիվը պաշտոնական տվյալներով հատել է 1000-ի սահմանը։ Ռմբակոծված շենքերի փլատակների տակից հայտնաբերվել է եւս 784 մարդու մարմին։ Իրադրությունը շարունակվում է մնալ ծայրահեղ լարված, ընդգրկելով թե ռազմական բախումներ, թե քաղաքացիական բնակչության շրջանում աճող կորուստներ։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում արդեն 3 շաբաթ է հազարավոր քաղաքացիներ բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացնում ընդդեմ ափամերձ գոտու շքեղ կառուցապատման աղմկահարույց ծրագրի։ Ջարեդ Քուշների եւ Իվանկա Թրամփի հետ կապ ունեցող այս նախագիծը նախատեսված է հյուրանոցային հսկա համալիրներ ու խաղատներ կառուցել Սազան կղզում եւ Պիշե-Պորո-Նարտա պահպանվող արգելոցում։ Հանրային դժգոհության հիմնական պատճառը շինարարության անթափանցիկությունն է, քանի որ գործարքն իրականացվում է կասկածելի օֆշորային ընկերությունների եւ կատարցի միլիարդատերների ֆինանսավորմամբ։ Վարչապետ Էդի Ռաման համառորեն պաշտպանում է ներդրումը, անտեսելով կառավարության հասցեին հնչող կոռուպցիոն մեղադրանքներն ու երկրի հակակոռուպցիոն մարմնի սկսած հետաքննությունը։ Ֆլամինգոների հեղափոխություն անվանումը ստացած այս շարժումը վերաճել է քաղաքական լայն ընդվզման, ուղղված իշխող էլիտայի դեմ, որը փորձում է երկրի բնական հարստությունը ծառայեցնել մասնավոր օտարերկրյա շահերին։ Որոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանը ենթարկվել է Storm Shadow հրթիռների հարձակմանը։ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով տուժել է 3 մարդ, հայտնել են ահանգապետ Գուսիևը։ Նրա խոսքով քաղաքի վրա ոչնչացվել են մի քանի արագընթաց օդային թիրախներ, ձեռնարկություններից մեկը վնասվել է։ Այս ամենի զուգահեռ Մոսկվայում եւ Մերձ Մոսկվայում եղանակային վտանգի նահանջագույն մակարդակ են հայտարարել ամպրոպների եւ տեղատարապ անձրևների պատճառով։ Կարգտախառոհորդարատ անձրևները ծածկել են Մոսկվայի հյուսիս-արևելքը։ Լիոնել Մեսին դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։ Արգենտինացի արձակվողը Ավստրիայի դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել, աշխարհի առաջնություններում գոլերի քանակը հասցնելով 18-ի։ Այս արդյունքով նա գերազանցել է գերմանացի Միրոսլավ Կլոզեի 2014 թվականից պահպանվող ռեկորդը։ Փորձառու ֆուտբոլիստը նաև առաջինն է աշխարհում, որը հանդես է եկել 6 տարբեր մունդիալներում։ Պատմական ձեռքբերմանը զուգահեռ Մեսին նույն խաղում վրիպել է 11 մետրանոց հարվածից։